Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Գառնիկ Թաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Կհանդիպեն Արմեն Գրիգորյանն ու Հիկմետ Հաջիևը, որ հարցերն են կողմերի օրակարգում։ Նիստեր կառավարությունում և խորհրդարանում ինչ են քննարկում օրենսդիրն ու գործադիրը։ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, այս անգամ կրթության միջոցով, ինչ է ներառում Ադրբեջանի կրթական ծրագիրը։ Թուրք լրագրողին կարող են դատել հայոց ցեղասպանությանն անդրադառնալու համար, ինչ մեղադրանքներ են առաջադրել։ Ծեծկրտուկ աղջիկների մասնակցությամբ ինչ է տեղի ունեցել Բրյուսովի համալսարանում։ Դոհայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դեկտեմբերի 5-ին Դոհայում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևի հետ կմասնակցի Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն Վաշինգտոնյան համաձայնագրային քննարկմանը։ Երեկ էլ խաղաղության մասին եվրոպական ամբիոնից խոսում էր արտաքին գերատեսչության ղեկավարը։ Արարատ Միրզոյանի խոսքով Վաշինգտոնյան խաղաղության հռչակագրի ստորագրումն ու խաղաղության պայմանագրի նախաստորագրումն այս ճանապարհին պատմական հանգրվան են։ Բրյուսելում Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի գագաթնաժողովի բացմանն ասել է, որ 2 տարի առաջ այդ նույն հարթակում ելույթի ժամանակ Հարավային Կովկասը տարածաշրջան էր, որը բնութագրվում էր անորոշությամբ եւ անվտանգության բացակայությամբ։ Միրզոյանի խոսքով նախկինում խաղաղությունը հեռավոր նպատակ էր, իսկ այսօր այն դարձել է իրականություն։ Կառավարությունները կարող են ստորագրել պայմանագրեր, բայց վստահությունը կառուցում են հասարակությունները։ Քաղաքացիական հասարակությունը կարող է ստեղծել մարդկանց միջև կապեր, որոնք չեն կարող ստեղծել պայմանագրերը։ Կառավարությունները կարող են հանդիպումներ կազմակերպել, սակայն մեր լիազորություններն այստեղ ավարտվում են։ Իսկ մնացածը իրական երկխոսությունն ու հաշտեցումը ձեր ձեռքում է։ Այս առումով ուրախ եմ նշել, որ վերջերս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկկողմ ուղիղ երկխոսություններ են անցկացվել համապատասխանաբար Երևանում և Բաքվում։ Ադրբեջանում էլ Իրանի դեսպանը վերահաստատել է Թեհրանի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Մուջթաբա Դեմիրչիլուն հայտարարել է Քելալե Աղբենդ շրջանում Արաքս գետի վրա նոր սահմանային անցակետ է բացվելու։ Նրա խոսքով տարածաշրջանում վիճակի կայունացումը նոր հեռանկարներ է բացում երկկողմ հարաբերությունների զարգացման և սահմանային գոտում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։ Սակայն խաղաղության ճանապարհին արձանագրվում են նաև անհանդուրժողականության դեպքեր։ Թուրքիայում քրեական գործ են հարուցել լրագրող Թուղչե Ելմազի նկատմամբ։ Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են 109 տարի շարունակվող սուգ վերնագրով հրապարակման համար։ Դատական նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, որը սակայն հետաձգվել է մինչև 2026-ի ապրիլի 21-ը։ Ելմազին մեղադրում են թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը, պետական մարմիններին ու կառույցներին վիրավորելու համար։ Նա սակայն նշել է, որ հայոց ցեղասպանության թեման շոշափելու համար արմատական և ազգայնական մեկի հաղորդման հիման վրա են իր դեմ գործ հարուցել։ Ադրբեջանը համակարգված պատերազմի է պատրաստում սեփական հասարակությանը, սկսելով դպրոցից։ Բուհերում, քոլեջներում ու դպրոցներում բարձրացվել է հակահայ քարոզչության չափաբաժինը։ Երեխաներին սովորեցնում են, թե իբր Հայաստանի Հանրապետությունը կառուցվել է հին Ադրբեջանի վրա։ Մասնագետների խոսքով սա ոչ թե առանձին նախաձեռնություն է, այլ պետականորեն հաստատված ռազմավարություն, ցեղերին հավաքելու մեկ գաղափարի շուրջ, ինչպես տարիներ առաջ արեց Թուրքիան։ Իսկ այդ գաղափարի թիրախը հայն է, մանրամասները Անի Աբաղյանն է պատմում։ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստում իր հասարակությանը, այս անգամ կրթության միջոցով։ Բուհերում, քոլեջներում ու դպրոցներում բարձրացրել է ատելության չափաբաժինն ու նրանց սովորեցնում է Հայաստանի Հանրապետությունը կառուցվել է այսպես կոչված հին Ադրբեջանի վրա։ Հայկական կողմը շարունակ խոսում է Հայաստանի ներկայացուցիչները նրանց հարող շրջանակներ, որ խաղաղություն է, երկխոսություն է, գնում են խնդիրների լուծման ճանապարհով։ Ու այս ամենի ֆոնին կա զուգահեռ իրականությունը, որտեղ ադրբեջանցի երեխաներին, ադրբեջանցի երիտասարդներին կոչ են անում գրել շարադրություններ ներկայացնելով Հայաստանը որպես Ադրբեջանի տարածք։
Փորձում են ցեղերին հավաքել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, ասում է Կարին Տոնոյանը։ Այնպես, ինչպես տասնամյակներ առաջ արել է Թուրքիան։ Նրանց ատելության առարկան հայն է, այդ նույն գործիքով, կրթությամբ Հայաստանի գործող իշխանությունը ըստ Տոնոյանի հային փորձում է զրկել ազգային պատկանելիությունից, դարձնելով ամբոխ։ Մենք որպես հնագույն ազգ այսօր իդեպս իշխանությունները իրականացնում են ազգաքանդիչ քաղաքականություն, իրենք ուղիղ հակառակը եւ շատ սինխրոն է տեղի ունենում ամենակարևորը, նույն գործիքներով մենք քանդում ենք, նույն գործիքներով իրենք կառուցում են։ Եթե հայկական դպրոցներում առաջինը սովորեցնում են ճանաչել զիմաստություն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյի նախադասությունը, ապա Ադրբեջանում սկսում եւ ավարտում են հայը թշնամի է կարգախոսով։ Նրանք անգամ դպրոցական բեմադրություններում են պատերազմում հայերի դեմ։ Հիմա նաև շարադրությունների ու էսսեների բովանդակությունն է Հայաստանի դեմ։ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով Ադրբեջանում կրթության նախարարության ֆինանսավորմամբ եւ հասարակական միության նախաձեռնությամբ հրատարակվել է գիրք, որը ներառում է 10-ից 11-րդ դասարանի աշակերտների եւ քոլեջների ուսանողների մրցութային էսսեներ Արևմտյան Ադրբեջանի թեմայով։ Մրցույթն իրականացվել է Ալիևի ուղերձով։ Ադրբեջանում մի նոր վտանգավոր միտում է սկսվում, երբ մի ամբողջ սերունդ մեծանում է այն մտայնությամբ, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստանի Հանրապետության տարածքը դա պատկանում է իրեն, եւ Ադրբեջանի նման պետության փաստացի տոտալիտար պետության պայմաններում այնտեղ ոչ մեկ չի կարող հարցադրումներ առաջ քաշել, փաստեր առաջ քաշել, ասել, բայց ինչ եք մեզ օրինակ դասավանդում, այսպիսի բան ոչ մի գրքում, ոչ մի աշխարհագրական քարտեզում ոչ միտեղ չկա, որովհետեւ ինքը զրոյից օրինված ավտողական կոնցեպտ է։ Հայաստանի Հանրապետության տարածքը պատմության մեջ որևէ քարտեզի վրա չի կարող նշվել ու չի նշված չի որպես Արևմտյան Ադրբեջան։ Այսինքն սա նշանակում է ատելության, թշնամանքի, զավթողականության մի նոր ծրագիր։ Սա մեծ պատերազմ է ոչ միայն նույն տարիքում գտնվող երեխաների դեմ, այլ նրանց ծնողների, մանկավարժների դեմ։ Հայաստանի կրթական համակարգը միջնակարգ, ավագ, բուհական, նույն ձևով պատրաստում է աշակերտին եւ ուսանողին Ադրբեջանի հետ ճիշտ շփվելու համար։ Այսօր ոչ, կարծում է Կարին Տոնոյանը։ Մենք էլ պիտի ցույց տանք, որ մենք էլ կարող ենք, մենք էլ ուժ ունենք, մենք էլ կարող ենք սպանել, բայց հանուն արդարության, հանուն պաշտպանության, հանուն ճշմարտության։ Այո, մենք էլ մեր երեխաներին պիտի սովորեցնենք, որտեղ այսօր աշխարհը գազանային քաղաքականությամբ, ջունգլիների քաղաքականությամբ է ապրում, եւ այդ համաշխարհային քաղաքականության մեջ իրավիճակում, եթե մենք գարդներ ենք դաստիարակում, մենք միանշանակ գազանի բաժին ենք դաստիարակում, հասունացնում, հա, կեր ենք հասունացնում։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը վերհիշում է իր ուսումնական տարիներն ու նշում, որ իրենք եւս թերի տեղեկություններ են ստացել դպրոցական ծրագրով, օրինակ Արցախյան պատերազմի, շարժման եւ պատմական ու կարևոր իրադարձությունների վերաբերյալ։ Տասնամյակներ շարունակ կրթական համակարգում ազգային օրակարգ ձևավորող բովանդակության շուրջ թերացումներ կային։ Գործող իշխանության առաջ հիմա այլ խնդիր է դրված։ Մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Ադրբեջանի իշխանությունները դասագրքերում բովանդակային փոփոխություններ անելով ծառայում են նույն ադրբեջանական կենտրոնին, նշում է Կարին Տոնոյանը։ Որպես հակազդեցություն պետք է շրջանառել ազգային օրակարգով դասագրքեր, ինչը եւ անում են Տոնոյանն ու համախոհ ուսուցիչները։ Անի Աբախյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Ընթանում է գործադիրի եւ օրենսդիրի նիստերը։ Խորհրդարանը գրեթե ամփոփել է տարեվերջյան օրակարգը։ Հարցերի մեծ մասն արդեն քննարկել են։ Այսօր հերթը պաշտպանական ոլորտինն է։ Բանակը դիրքապահից անցնում է իրական պաշտպանական բանակի։ Մենք այդ ճանապարհին ենք, համոզված է Անդրանիկ Քոչարյանը։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ձմեռային զորակոչն սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից։ Նրա խոսքով ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինվորների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ։ Պաշտպան հայրենիաց ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավար սերժանտական համակարգի ներդրում եւ այլն։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը նախատեսված է կառավարության 2021-26 թվականների ծրագրով։
Պաշտոնական Երևանը համոզված է, որ խաղաղությունը հասել է նաև զինված ուժեր։ Հենց այդ պատճառով որոշել են կրճատել զինծառայության ժամկետը։ Սակայն կառավարության հետ համաձայն չէ ընդդիմությունը, նրանց խոսքով գերատեսչության քայլերը չեն նպաստելու բանակի համալրմանը։ Զինված ուժերում ընդունված է եղել եւ կար, որ որակավորման արդյունքում որոշումները հետեւյալն են։ Համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, չի համապատասխանում կամ արժանի է առաջխաղացման։ Որքան ես գիտեմ, որ որակավորման արդյունքում նշվում է ձեր մոտ, որ արժանի է որակավորվել է դրամական բավարարում ստանալու համար, ինչը ատեստացիայի սկզբունքներին չի համապատասխանում։ Տեղափոխվենք կառավարություն։ Գործադիրը հավանություն է տվել Ինդոնեզիայի եւ ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի քննմանը։ Դեպի Ինդոնեզիա արտահանման համար Հայաստանի ներկայացրած առաջարկներում հիմնականում ներառված են հանքային ջրերը, պահածոյացված մրգերը եւ բանջարեղենը, մրգային հյութերը, ջեմերը, պղնձե արտադրանքը, ալյումինի համաձուլվածքները, դեղամիջոցները, ոսկերչական իրերը եւ այլն։ Հայաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները փոխադարձ կճանաչեն եւ կփոխանակեն վարորդական վկայականները։ Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուսի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականները, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով, պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրով սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները։ Ինչ վերաբերում է բնակության նպատակով ժամանող քաղաքացիներին, ապա յուրաքանչյուր կողմ մյուսի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար անձին ազատում է դրա հետ կապված տնտեսական եւ գործնական քննություններից։ Վարորդական տեսական դասընթացները կարող են ավագ դպրոցներում իրականություն դառնալ։ Ազգային ժողովի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ առաջարկը ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ այն հրաշալի է։ Ես կողմ եմ, որպեսզի 12-րդ դասարանում վարորդական դասընթացը առնվազն տեսական մասով դառնա հնարավորություն մեր աշակերտների համար եւ իրենք կարողանան նաեւ հանձնել համապատասխան քննությունները։ Արկայում կրկին տեխնիկական խնդիրներ կան։ Հայաստանի ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, ինչի պատճառով օնլայն իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում, հայտնում է Armenian Card-ը։ Խնդրի վերացման եւ հետագա թարմացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն, ասված է ընկերության հայտարարության մեջ։ Բրյուսովի անվան պետական համալսարանը նոր սկանդալի կենտրոնում, ուսանողների քաշքշուկից ձերբակալություն։ Ուսանողուհիների միջև բռնկված մեղմ ասած կռիվն այնքան է սրվել, որ ավարտվել է ձերբակալություններով։ Ժողովուրդ օրաթերթը գրել է, որ ականատեսները պատմել են դեկտեմբերի 3-ին դասամիջոցներից մեկի ժամանակ լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջև ծագել է տևական ժամանակ հասունացող վեճ, որը վերածվել է խայտառակ ծեծկռտուքի եւ կռվի։ Միջազգային լրահոսից ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար էր, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան այցի ժամանակ India Today-ին հետ հարցազրույցի ժամանակ։ Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար Միացյալ Նահանգների խաղաղության առաջարկների որոշ կետերի հետ, բայց դա բարդ խնդիր է։ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային դուրս բերել զորքերը Դոնբասից եւ չսկսել ռազմական գործողություններ, սակայն Կիևը նախընտրում է պատերազմել։ Ռուսաստանն ամեն դեպքում ռազմական կամ այլ ճանապարհով կազատագրի Դոնբասը եւ Նովորոսիան։ Ռուսաստանը չի ցանկանում վերադառնալ G8, ինչը նախատեսում է Թրամփի ծրագիրը։ Վաշինգտոնում գտնվող Խաղաղության ինստիտուտը վերանվանել են Թրամփի պատվին, որոշումը ընդունել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, որը երկրի առաջնորդին բնորոշել է որպես Միացյալ Նահանգների պատմության ամենահմուտ բանակցողը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Մի սպառնացեք մեզ, թե չկարդացնեք Յագուարին, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն սպառնացել է Թրամփին։ Նա հայտարարել է, որ երկրի ցամաքային թիրախների վրա Միացյալ Նահանգների ցանկացած հարձակում կհամարվի պատերազմի հայտարարում։ Հայտարարությունը հնչել է ի պատասխան Թրամփի Հարավային Ամերիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքների։
Մարդկությունը կրկին կանգնած է խաչմերուկին, որոշելով իր հաջորդ ուղին։ Պեկինում Մակրոնի հետ հանդիպմանն ասել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինը, հավելելով, որ Չինաստանն ու Ֆրանսիան պետք է պատասխանատվություն եւ վճռականություն ցուցաբերեն, բարձր պահեն բազմաբևեռության դրոշը, ճեղքեն խավարն ու մառախուղը եւ վճռականորեն կանգնեն պատմության ճիշտ կողմում։ Եվրամիության բնակիչների կեսից ավելին կարծում է, որ առաջիկա տարիներին Ռուսաստանի հետ պատերազմի ռիսկը բարձր է։ Այս մասին է վկայում Cluster 17 ընկերության անցկացրած հարցումը։ Ընկերությունը հարցում է անցկացրել եվրոպական մի շարք երկրներում։ Հարցվածների 51%-ը Եվրամիության եւ Ռուսաստանի միջև պատերազմի ռիսկը բարձր է համարում, մինչդեռ 46%-ն այն համարում է ցածր կամ գոյություն չունեցող։ Բացի այդ, հարցվածների 48%-ը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է Եվրամիության թշնամի, մինչդեռ միայն 10%-ն է նրան համարել բարեկամ, իսկ 40%-ը ոչ մեկը, ոչ մյուսը։ Որքան ավելի անաղմուկ ընթանան ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններն, այնքան ավելի արդյունավետ կլինեն դրանք։ Կրեմլում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հիշեցնենք, որ Պուտինի եւ Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Ուիթքոֆի հանդիպումը տևել էր մոտ 5 ժամ։ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել էին չբացահայտել բանակցությունների մանրամասները։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը նախքան Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերումն անվանել է կարմիր գիծ։ Նա նշել է, որ նման քննարկումներն անհնար են, քանի դեռ Մոսկվան ճանաչում է այդ տարածքների անկախությունը։ Մեզ համար ամենակարևորը մեր սկզբունքային դիրքորոշումն է եւ մեր կարմիր գծերին հավատարիմ մնալը, ասել է նա։ Եվրամիության անդամ Հունգարիան պատրաստվում է դատի տալ Եվրամիությանը ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու պահանջների համար։ Երկրի արտգործնախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ Հունգարիան Եվրամիության ղեկավարության դեմ հայց կներկայացնի, եթե նրանք հասնեն Ռուսաստանից նավթի ու գազի մատակարարումների արգելքին։ Առանց Ռուսաստանից եկող էներգետիկ ռեսուրսների ֆիզիկապես անհնար է մեր երկիրն ապահովել էներգիայով, ասել է նա։ 11 տարի առաջ հարավչինական ծովի երկնքում անհետացած Malaysia Airlines-ի օդանավի որոնողական աշխատանքները կվերսկսվեն։ Կուալա Լումպուրից Պեկին թռչող օդանավն անհետացել է ռադարներից 2014 թվականի մարտի 8-ին։ Օդանավում եղել է 239 մարդ։ Այս տարիների ընթացքում մի քանի անգամ փորձ է արվել գտնել օդանավի բեկորները, սակայն ապարդյուն։ Միացյալ Նահանգներում մերկասառույցի պատճառով բեռնատարը սահել է մայրուղուց, կախվելով գրեթե 30 մետր բարձրության վրա։ Փրկարարներին հաջողվել է վարորդին դուրս բերել տրանսպորտային միջոցից ու տեղափոխել անվտանգ վայր։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում լեռնային շրջաններում ձյուն կգա։ Հանրապետության լեռնային շրջաններն ու Վայոց ձորի մարզը վերջապես կառնեն երկար սպասված ձյան կարոտը, տեղեկացրել է հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Ներքին գործերի նախարարությունն էլ վարորդներին հորդորել է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Այնպես որ զգույշ եղեք, հետևեք ճանապարհային երթևեկության կանոններին, որպեսզի չվտանգեք ձեր եւ մյուսների կյանքը։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնիկ Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։ ABC լուրերը կրկին եթերում կլինի ժամը 15-ին, կհանդիպենք առայժմ։